Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production Աղայանը նստությունքի բնակիչ, հարցահարկի։ Նույն բանը այս ինչ որ տղեկն ասեցին, համատարած բոլորս էլ նույն ինք ասելու։ Անացանալի ճանապարհը։ Աստվածը չարած, սկորին է գալիս է անհարմար վիճակ։ Հիվանդ ինքը չամենում պատգարակի վրա ռեմինով կապեն։ Այս ինձ ինքլեմ։ Ես ինքս ծտի վիրահատված եմ այս ճանապարհով անցել եմ ու գիտեմ հանգամանքները տեսել եմ։ Մի հատ ճանապարհը ոչ պիտանի է։ Գնանք շենքի ծառամասի տիշնենք դեպի դիմացի կալցավոր, նույն իրավացիկը, անանց ուրիշ շատ շունենք մենք, երկ չկա։ Բանակ մի վարկյան, բանակի փողոցը, 99% փողոցած ծրագրի մեջ կա, ես ինքս տաքսի եմ վարեմ, ատպիսեր իզում, հիմա տեղափոխել մույսել։ Այն փողոցը, Երանի կտա, որ մեր փողոցը նապես լի, նա ծրագրի մեջ այսպես քան բախը տեր չկա։ Իսկ ինչ եք մտածում, ինչի տեր չկա։ Քանի տարի է իրավիճակն է։ Ծրագիրը ասում են այս փողոցը, այն փողոցը, բայց մերը չկա ծրագրում մեջ։ Իսկ 84 թվին, երբ որ տեղափոխվել եք այս շենքերը հանձնել։ Համար առաջի բնակիչն եմ ելել շենքի։ Դուք ապրել եք, այդ ժամանակ ստեղ ասֆալտ եղել։ Եղել է, այո, չեմ ասում որ չի ելել, եղել է։ Բայց հիմա չկա։ Ես էլ սովետի ասфальтն է էլի։ Հա, ինչ որ կա է սովետիա։ Մենք այդ տվից դեսը այս կողմ ճանապարհին ասֆալտ չենք տեսել, կարկատաներ չենք տեսած։ Մենք քանի անգամ ուժերով արել։ Ուժերով բերել ենք։ Մենք ասֆալտի տաշած է, այ բնակիչների ուժերով։ Փողը տվել ենք, վարձել ենք, բերել ենք, թափել ենք, անձրևը գալիս է, կոլերի հետ շփվում, նույն բանը կրկնվում։ Կխնդրեմ նստակի մեքենան, ես տանեմ սենտիշտին կալցավոր ինչա կնանք։ Անանցանելի վիճակ է։ Լորված օրն էլի, ասել Թումանյանն է, լորված օրերն է, իր հանդիպակատ։ Ընդ հնարավոր չի ասնել է վաշե։ Երեխեքին դպրոց ենք տանում, մանկապարտեզ ենք տալի, պոլիկլինիկ ենք գնում, բայց թե ոչ մի բան չկա, իրանցի մարդ չի գալի, ես 3 տարի առաջ եմ գրել դիմումը տվել եմ։ Ինձ պատասխան եկավ, հա մենք տեղյակ ենք։ Կմտածենք, կանենք, ժամանակավոր բերենք, փոսերը լցնենք, բայց էդ էլ չարեցին։ Ոստի ասում ես միշտ գալիս եմ, որ Շաքարյան էր ազգն, չաներ, պատասխան ինձ ձև եկավ։ Ու տենց էլ մնաց, ամեն անգամ սենց գնում ենք, երեխեքին դպրոց ենք տանում ճամփա չկան։ Ոնց որ ասեց այդ լորված օրերն է Թումանյանի գրվածքը։ Մի գնանք ցույց տակ այդ փոսերը։ Անդոյի աղջիկը սեր կորը չնգավ դե ճամփի վրա ոտորը։ Տաքսիները չեն գալի։ Ես ինքս չի գալի, բաժարի չկա։ Այստեղ Տեխասմոտրի փող մուծում ենք, ապան մուծում ենք, գուկահաշ մուծում ենք, ամեն ինչ մուծում ենք, բայց այդ ուրա կնամ այդ փողերը։ Եթե անեմ ենք հենց պետք է անենք որ ամեն ինչը տեղ հասնի։ Ոչ ասելով ինչ կլինի, ոչ մի բան։ Քանի անգամ գրել ենք, ես անձամբ գրել եմ, պատասխան եկել է, հա, մտածում եք աղայան փողոցը որ ասում եմ, լորվոցարն է։ Պատասխան եկավ, թե 80 միլիոն դրամ է պետք է որ տեսեք, ինձ հետաքրքիր է, պետությունը փողը տալի սա։ Գնա սարքի 4 միլիարդ դրամ է ներդրել փողոցները սարքել, 19 փողոց պետք է սարքել, ինձ 4 միլիարդ դրամ է տվել, որ այս փողոցները սարքել, բայց որ փողոցը, այն փողոցը որ նորմալ փողոց է, քանդման նորից սարքը։ Քանդման նորից ծարկում ադե քաղաքի մեջ է, բայց էլ է քաղաքի մեջ չէ։ Ես լամպերի գործանը որ աշխատում ես լավ էլ ընտիր պլաշատ կայր բան մանսիրուն աղայան փողոցը, բայց թե ուրա։ Չկա։ Ինչ պետք է մտածենք։ Ուրախ եմ թողան։ Դե կենք իր մաշինով կամ ոտով ասկենա կնադելը։ Կգա չի կնա, ինչի մանա պետք է, ոտները կջարդվի։ Թող իրա ոտները ջարդեն, չի մեր մաշինը կջարդի։ Չի ուրիշ քաղաքներում քաղաքապետերը բան կնում են ամեն տեղ նայում են, սուգում են, բան են անում են իսկ ստին չի
իր կաբինետից դուրս չի գալի, դա մի բան պետք է լի որ կամ վարչապետը կա, կամ մինը կա, քնա 3 մետր հեռու կանի որ հեշտ բանել չասի։ Վերջը։ Անպայման պետք է սարքվի, էս էլ եւ փողոցներ։ Էս էլ փողոցներ, սա ուրիշ հնար չկա։ Երեխեքը այն կողմով դպրոց են գնում, պոլիկլինիկային գնում, դասեն գնում, բայց փողոց գնան վեր են գնում փոսերը։ Լորված օրում վեր են գնում։ Քանի հատ մեքենաներ են դե ծորերը ջարդված ընկածա։ Ցունի վիճակը կալորի սամբոս գոլը։ Երեխեք են տանից մակուր հակնում դուրս են գտած։ Միջերստյան հաստատեն։ Всё, շորը փոքր։ Զապաս կոշիկ են վերում։ Կոշիկով են զապաս գնում։ Այ վիճակ։ Այ մոտ 41 թողած բաներ։ Աղայան 96 դրոպ մեջ շենքից էինք ու մենակ այդ շենքից չենք հավաքված 6 շենքից հավաքված ենք 94-98 այսին քարգարնիներից շինարարների շենքերից ճանապարհի համար ենք հավաքված Ինչ լավ է, չի։ շատ ընտիր։ նկարեք տեսեք էլի քանդված է ամեն տարի ասում են ծրագրում չկա ուզում ենք այս ճանապարհը վերականգնվի մեր մեքենաները չջարդվի Ինչքան ժամանակ է որ այս վիճակն է։ Դե մենք 84 թվին ենք այդ շենքը ստացվել 84 թվից այս կողմ հաստատ կասեմ որ ոչ մի բան այս ճանապարհի վրա չի եղել Մենք ամեն տարի մեր ուժերով բնակիչներով արել ենք անցած տարի էլ 200,000 դրամ փող հավաքեցինք ծախսեցինք ընդամենը 2 ամիս էլ չգնաց Իսկ ինչ արեցիք այդ 200,000-ը։ Ոնց Տրակտոր բերեցինք, ասֆալտ բերեցինք, փռեցինք Հա փոսային է։ Հա փոսային արել ենք մեր ուժերով, բնակիչների ուժերով Իսկ ինչ որ միտեղ դիմել եք գրավոր, ոչ թե բանավոր։ Մի ամիս 2 ամիս առաջ դիմում ենք հավաքել ստորագրություններով մարզպետարան ենք տարել Այդտեղ ամեն տարի հետ Ամեն տարի էլ արել ենք, այս նորվա բան մի 2 ամիս կեղնի որ տարել ենք Այ շրջայց հապարբերաբար կատարում քաղաքապետի ներկայացուցիչը եւ մարզպետը, որ հիմա այս կենտրոնական փողոցը վերանորոգվում է։ Դուք այստեղ եղել եք, իրենց մոտեցել եք։ Չենք տեսել, որ տեսած եղնեի ես անձամբ կմոդիկանայի Իսկ որ ով է ձեզ պատասխանել, որ ծրագրում չկա։ Փողոցը Ես եմ ներկայացել Ներկա են եղել գնացողներից, ասել են, որ փոխմարզպետն ասել, որ ծրագրում չկա։ Այ դուք ասեցիք մի քանի շենքի ներկայացուցիչներ եք այստեղ հավաքված։ Իսկ ընտրությունից ընտրություն ձեզ հիշում են, թե ոնց։ Դե հիշելը կհիշեմ, ոնց կան չհիշեն, քաղաքացի ենք, այդ ժամանակ լավ են հիշում։ Իսկ ես հիշում եմ դեռևս Ալաքյանի օրով, մենք այստեղ հանդիպումներ նկարել ենք, որ այդ հարցը դուք բարձրացրել եք։ Հա, լադեր Վիկտոր Ալաքյանի օրով, տեսեք ես ինչքան հին բան եմ հիշում, ինչքան հին բան եմ ձեզ ասեմ։ Ու այդ ժամանակից ինչքան փոփոխություններ ա եղել։ Ու բոլորը խոստացել են։ Բոլորը խոստացել են, բայց ոչ մի գործ չի արվել։ Իսկ ինչ եք մտածում։ Մի օր այն ճանապարհի ուրախությունը, որ հիմա սարքվում է։ Մենք ուրախ ենք, որ սարքվում է։ Կհասնի ձեր թաղամաս։ 8 տարիա խոստանում են, չգիտեմ։ 8 չէ, արդեն շատ 40 տարիա խոստանում են, բայց արդյունք չկա։ Պարոն Փաշինյանն էլ է խոստացել։ Իսկ ես գիտեմ, որ նաև վարչապետը այստեղ այցելել է այս թաղամաս։ Այո, 18 թվականին։ Մոտեցել եք, ինչ է ինքը պատասխանեց ես։ Ինչպես է եղել ձեր այդ հանդիպումը, կհիշացնեք։ Դե տենց պարզ մենք հետ չենք հիշում, ինքը ասավ ես կասեմ համապատասխան մարդկանց կզբաղվեն այս գործով ու զբաղվում են էլի։ Իսկ երբևից հետ մոտեցել չափագրում կամ համապատասխան այցաններից։ Չէ, երևի մեր թաղերեն ոչ մարզպետանից, ոչ քաղաքապետանից աշխատողներ չունենք։ Շագրտի անձեր չկա։ Հա, չեն հետևում։ Ստորագրություններ հավաքեցինք ամբողջ թաղամասով, ներկայացրեցինք, հերթագրվեցինք մարզպետի հանդիպման համար։ Հանդիպմանը ներկայ ենք թաղամասի մի քանի բնակիչներ, որոնցից մեկը նաև ես էի։ Այդ ընթացքում արդեն որ հերթ հասավն ես, հարց տվին ինչ խնդիր է բան, մենք առաջ քաշեցինք առաջերտին մեր ճանապարհի խնդիրը։ Եվ այդ ժամանակ փոխմարզպետ, բայց չեմ կարող անազգանուն ասել, ասեց, որ
այս տարվա ծրագրում չկա, բայց կաշխատենք հնարավորության սահմանում ինչ-որ բան անել։ Բացի դրանից էլ իմ աղջիկը Հունաստան ապրում, ինքն էլ ընդեղից էր դիմում նամակ ուղարկել մարզպետարան, որին իրանք անմիջապես հաջորդ օրը պատասխանել էին նույն ձևի, որ ծրագրում չկա այդ փողոցը, բայց հնարավորության սահմանում կանենք։ Հետո հաջորդ քայլի ես առաջ քաշեցի հետևյալ հարցը, գոնե ժամանակավոր ինչ-որ մի բան անեն, մինչև տենանք այդ ծրագիրը, այս 40 տարվա խոստացած ծրագիրը երբ տեղ կհասնի մեզ։ Խոստացան, որ բերեն գրեյդեր գցեն, այս ճանապարհների ստացված այդ քերված ասֆալտից բերեն, փռեն, կատոկ բերեն, որպեսզի գոնե ժամանակավոր ծառայի այս ճանապարհը։ Ու մինչև այսօր չկա։ Մի բան ինձ կհիշեցնեք, դուք ասում եք փոխմարզպետի հետ հանդիպում եք ունեցել, դա միջև ավականու նիստն է եղել, որ ինքը ասել է ծրագրը։ Միջև ավականու նիստը։ Հենց կակրած մենք իմացանք, որ ավականու նիստ ալելու մոտ ժամանակներում ասինք արագացնենք այդ տեմպը, գոնե այդ նիստի ժամանակ ինչ-որ որոշում կայացվի, բայց ավաղ։ Իսկ հիմա ինչ հույս ունեք։ Ճիշտն ասած, հույսներս դուք եք, որ լուսաբանեք, գոնե մեր ձայնը հասնի պատկան մարմիններին, գոնե ինչ-որ մի ձևի աջակցեն, ինչ-որ մի մեղք են, այս ժողովուրդն էլ են մեղք։ Տաքսի են կանչեմ, այն տաքսու վարորդները, որոնք մի անգամ ստեղ եղել են, հրաժարվում են, ասում են մենք այդ թաղամասը չեն գալի, քաղաքից նստում են, գալիս այստեղ ֆռմա, ասում ուզում եք փող եմ մեկ տվեք, ես այս ճանապարհը չեմ գնա։ Դուք նշեցիք, որ տաքսիները չեն գալիս, բայց ես համոզված եմ, որ հավաքված տղամարդկանցից մեծ մասը ունի մեքենաներ։ Մեծ մասը։ Ինչ խնդիր է առաջացնում մանավանդ անընդհատ մեքենաների ջարդը։ Վատ եղանակին։ Հիմա չոր է, փոսերը տեսանելի է, բայց երբ որ անկախ նրանից տեսանելի թե տեսանելի չի, հնարավոր չի շրջանցել այս փոսերը։ Այ հենց նոր այ կարանք մեքենաս ցույց տամ։ Հենց նոր այ այս մասը բռնալու ժամանակ ինքն է որ բարձր մեքենա է։ Տակիվաները պոկել արել, հենց մի այդ վիճակին է մեքենան։ Ճանապարհ չկա, ինչ գնանք։ Այն մի շենքի ներքև գնացող ճանապարհը, մինչև Դոբրացենն էլ ճանապարհ չկա։ Մարդիկ ճանապարհ դուրս գալուց ընկնում են։ Դե հիմա սարքում են մայթերով բան։ Թող սարքեն, մեր ճանապարհն էլ սարքեն։ Ստորբեկ էլ տնեն, որ լուսավորվի։ Այսինքն լուսավորությունը չունենք։ Իսկ աղբահանությունը ոնց է ալվել։ Աղբահանություն դրած է։ Այդ աղբահանությունը մարզպետարանը մենը խոստացել են, որ այդ Ամաններ են բերել դրել։ Բայց ընդի կամազը չի գնա, ոնց բերի դրի։ Սաղ ձմեր դետը գնեմ գալիս է։ Սաղ ձմեր գնեմ։ Սալյարկ էկոնոմիային անեմ դետնի։ Սաղ ձմերը գնեմ գալիս է, այդ էլ ես փոխմարզպետին ասեցի, այդ է խոստացան, որ տանեմ։ Սաղ զիբիլա ճանապարհը։ Մարդիկ դուրս են գալիս, զիբիլը փողոցում են լցնում։ Ասեն գործենք։ Ասма հերույա չենք կարա տանենք։ Բերում են փողոցում լցնում։ Փողոցներն կարանեք, պարզ ամենիչները։ Եկել է այդքանը որ քուր։ 84 թվից 70 քանի թվից ավտոբուսները տեսնում են լամպերի մոտով։ Հա, լամպերի առաջով իջնում են այս ճանապարհը։ Իսկ հիմա ոտքով է հեշտ թե մեքենայով, որն է հասանը։ Ոտքով է հեշտ, ոչ մեքենայով։ Ոտքով գնացին կարող ամիտեղ ոտները սկուտերի, բայց ափսոս է մաշինը թող պետք է ծախսեք էլի։ Գնանք մի շամփեն տենանք, այդ արդեն ավելի կզարմանաք էլի, տեսի լավ փողոց է մեր Հայաստանում աղայան փողոցը։ Փողոց, ասես բեն փողոց է։ Շեբեն լսնեին։ Այնտեղ փագեին իրանց գործը, բրազ Ռուբեններ ճամփի մեջտեղ։ Ոստանկի կաբելնա, երկու օրը մի անգամ տրակում է։ Այսքանի վաղ եկան, էլի նորից եկան ջուրը լսում է մեջը, տրակում է։ Քանի անգամ եկան կաբելը փոխելու։ 4-5 անգամ եկել։ Բարակ ասես վերեն հող են լցնում ու բծավ գնա, ջուրը գնում է տակ։ Ինչ պետք է լիճերի ջուրը կարող է կաբելին չազդի։ Գնանք այդտեղ մեր լորվա ծորը նայենք։ Գնացեք, գալիս եմ, հոպա, գնացեք։
Դպրոցը ընդեղ, երեխեքին ամենառավոտ ստանը։ Ամենառավոտ թորնիկի ստանը մեր։ Սունա, ծմերա, վերենգներ։ Լաստված ոչ անի մի հատ էլ անձրի։ Բա, սու։ Լայվ վիճակի։ Փողոցները խանդակած չէ, այդ նախը։ Դեմը կնա որ խոսել մոդիկը։ Դե թորնիկն է։ Կան ձեզ խնդրենք որ մեր թաղն է նկարել, մեր սանից մեր։ Մանկապարտեզը երեխայի համար մի քանի տարով դառնում է հարազատ օջախ։ Այստեղ երեխան ձեռք է բերում նախնական հմտություններ։ Կարելի է վստահաբար ասել, որ նախադպրոցական ուսումնական հաստատության պատասխանատվությունը երեխայի հանդեպ գրեթե հավասար է ծնողների պատասխանատվությանը։ Հենց այսպիսի սկզբունքներով են աշխատում ու առաջնորդվում Վանաձորի թիվ 24 մանկապարտեզում։ Աշխատակազմի համար օրը լավ է անցնում, երբ կա բանիմաց ու աշխատասեր ղեկավար։ Հունիսի 1-ին Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հրամանով մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գոհար Նալբանդյանը։ Տիկին Նալբանդյանը մինչ այս շուրջ 9 ամիս աշխատել է Վանաձոր խոշորացված համայնքի դարպասի մանկապարտեզում։ Այստեղ կարճ ժամանակամիջոցում կազմակերպչական ջիղի շնորհիվ կարողացել է բազմաթիվ խնդիրներ լուծել ու հաջողություններ արձանագրել։ Որպես ղեկավար աչքի է ընկել իր անաչառությամբ, իր թիմի հետ աշխատանքները ճիշտ ու հօգուտ երեխաների կազմակերպելու բարձր պատասխանատվությամբ։ Սա էլ առիթ է դարձել, որ նրան վստահեն արդեն այլ նախակրթարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը լինելու պատվին։ Եվ այսօր, լինելով այս կրթական հաստատության ղեկավարը, իր առաջ նպատակ է դրել բարելավել նաև այս կրթական հաստատության ծրագրերը՝ ի բարօրություն մեծացող սերնդի։ Մեկ ամիս էլ չի անցել, բայց նա ուսումնասիրելով մանկապարտեզի խնդիրներն ու կարիքները, փորձում է արագ արձագանքել, պրպտել դրանք լուծելու համար։ Նրա աչքից չէր վրիպել այն, երբ տեսել էր, թե ինչպես են ավագ խմբի սաներն իրենց դաստիարակների հետ տարեվերջյան փորձերը դժվարությամբ անցկացնում, քանի որ հանդիսությունների սրահում չկար երաժշտական վահանակ, ձայնարկիչ։ Տիկին Նալբանդյանը կարճ ժամանակահատվածում լուծեց խնդիրն ու ձեռք բերեց ձայնարկիչը, արդյունքում հեշտացնելով թե երաժշտական դաստիարակ Ռոզա Ամիրբեկյանի և թե դաստիարակների աշխատանքը։ Իսկ այն պահին, երբ ձայնարկիչը նվիրեց հանդեսի փորձն անող երեխաներին, նրանց ուրախությանն ու ոգևորությանը չափուսահման չկար։ Բայց Գոհար Նալբանդյանի նրբանկատ աչքը չէր կարող վրիպել ու չտեսնել նաև խոհարարների տանջալից աշխատանքը։ Մի քանի օրվա մեջ նա կարողացավ խոհանոցի համար ձեռք բերել ժամանակակից մսաղաց, ինչի շնորհիվ թեթևացրեց խոհարարական թիմի աշխատանքը։ Բայց իհարկե սրանով չի եզրափակվում ժամանակավոր պաշտոնակատարի գործունեությունը։ Շրջելով խմբասենյակներում և ուսումնասիրելով եղած խաղալիքները, Գոհար Նալբանդյանը խմբի սաներին պարգևեց ուրախ շփիթներ, նրանց նվիրելով գեղեցիկ, գունեղ, ամեն խմբի համար իրենց տարիքին համապատասխան զարգացնող նոր խաղալիքներ ու գրենական պիտույքներ։ Խմբի դաստիարակ Գայանե Կռոյանն իր շնորհակալությունը հայտնեց տնօրենին, իսկ տիկին Նալբանդյանի համար ամենամեծ շնորհակալությունը երեխաների փայլող ու հիացած աչուկներն էին։ Մանկության հեքիաթն ինչպես ունի սկիզբ, այնպես էլ ունի ավարտ, քանի որ փոքրիկների մեծ մասն արդեն մեծ են ու պետք է հրաժեշտ տան մանկության իրենց հոգեհարազատ օրրանին։ Հունիսի վերջին շաբաթն այս կրթօջախում հուզումնալից էր։ Մանկության հեքիաթի ավարտ խորագրող Ավակա խմբի սաները հրաժեշտի ցերեկույթ էին կազմակերպել իրենց դաստիարակի Սուսաննա Զուլալյանի գլխավորությամբ։ Ավարտական հանդեսին ներկա էր նաև կարճ ժամանակում սիրելի դարձած տնօրենը Գոհար Նալբանդյանը։ Երեխաները երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով ու շնորհակալական խոսքերով
Հրաժեշտ տվեցին իրենց կրթօջախին ու խոնարհվեցին մանկապարտեզի բոլոր աշխատակիցներին այս տարիների ընթացքում իրենց այդքան սիրով ու ջերմությամբ պարուրելու համար։ Իրենց գոհունակությունը հայտնեցին նաև ծնողները, ինչը փաստում է այն մասին, որ մանկապարտեզը կարողացել է երեխաների մանկությունն իսկապես հեքիաթային դարձնել։ Ապասաներին շնորհավորեց ու ավարտական վկայականները հանձնեց Գոհար Նալբանդյանը։ Երբ փոքրիկ ենք եւ առաջի անգամ եկանք այստեղ, մեզ դիմավորեցին բարի աչքեր եւ ջենձեքեբացումը դարձավ մեր առաջին ընկեր։ Ուրեմն եկեք առաջինը բացենք յոթնագույն ծաղկի առաջի թերթիկը։ Բարություն եւ սեր։ Թողնությունը լուսավորի մեր ճանապարհը եւ մեր փոքրիկ ձեքերը միշտ օգնի ուշներին։ Այս թերթիկը մեզ պարտավորեցնում է լինել բարի, օգնել ընկերոջը, եկեք միմյանց նկատմամբ լինենք բարի։ Բարությունը գեղեցկացնում է աշխարհը։ Մի քանի օր անց էլ ավարտական հրաժեշտի ցերեկույթն անցկացրեց Ավագ Բ խումբը, դաստիարակ Լուիզա Դալլաքյանի գլխավորությամբ։ Երազանքի 7 գույներ խորագիրն էր կրում միջոցառումը։ Երեխաները խորհրդանշական 7 գույների կերպարանքն առած մտան դահլիճ ու իրենց բարձր պատրաստվածությամբ հանդես եկան, հիացնելով բոլորին։ Ինչպես ավակա, այնպես էլ Ավագ Բ խմբի սաների հետ աշխատել էր երաժշտական դաստիարակ Ռոզա Ամիրբեկյանը, ով տարիներ շարունակ երեխաների մեջ հենց այս տարիքից գրագետ ու ճիշտ երգեցողություն ճաշակ է ձևավորել։ Իսկ երկու խմբերի համար պարերը բեմադրել էին պարուսույցները։ Այս ողջ ընթացքում ամեն քայլին հետևել ու աջակցել էր ինչպես տնօրենը, այնպես էլ մեթոդիստ Նառա Հովսեփյանը։ Ընկեր Լուիզա, մեծ բավականություն պատճառեցիք մեզ։ Շատ բովանդակալից, շատ հայեցի կերպով ներկայացրեցիք միջոցառումը եւ շատ արժևորում եմ, երբ որ միջոցառումը շատ հայրենասիրական է լինում, դա ինձ համար ամենավելին տեղում է եւ դուք կարողացաք հաղթահարել բոլոր այդ աստիճանները։ Այս յոթնագույն ծաղիկը, որ դուք տեսնում եք, հենց այնպես չէր ընտրված։ Այո, այս պատերի ներսում մեր մանկապարտեզի դուք թողեցիք ձեր սերն ու ժպիտները։ Դուք այստեղ տեսել եք սեր, տեսել եք վերաբերմունք, տեսել եք հոգատարություն, այստեղ դուք մեծացել եք, այո, ձեռք եք բերել ձեր ընկերներին, առաջին ընկերներին, ովքեր երկար տարիներ դեռ կմնան ձեր հուշերում, ինչու՞ չէ նաև կարող են լինել ձեր դասընկերները, կուրսընկերները եւ գործընկերները, ինչու՞ չէ նաև։ Սիրելի երեխաներ, ես ցանկանում եմ ձեզ անամպ երկինք, խաղաղ մանկություն, անհոգ մանկություն, չէ՞ որ ձեր մանկության այն լավագույն տարիների մի մաս անց եք կացրել հենց այս մանկապարտեզում։ Մենք ձեզ սիրում ենք անսահման սիրով։ Մենք ձեզ ասում ենք բարի երդսիրելի բալիկներ, որտեղ էլ որ լինեք, միշտ իմացեք, մեր մանկապարտեզի դռները մշտապես բաց են ձեր համար։ Միշտ սպասելու ենք ձեզ։ Եղավ սիրելիներ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր սիրելի ընկեր Ռոզային, ով շատ ճիշտ երգեր է ընտրում, ով շատ ճիշտ համագործակցում է մեր մեթոդիստի ընկեր Լուիզայի հետ եւ ունենք այն ինչ որ ունենք բարձր մակարդակի միջոցառում, որի համար ես շատ ուրախ եմ եւ դա շատ ողջունելի եւ գովելի է։ Հայտնում Մուրաքվիր Աննային, այո, մայրաբար, շատ ջերմ սիրով սիրել է բոլորիդ, հոգ է տարել բոլորիդ մասին, երբ որ ձեր մայրիկները տանն են եղել։ Նա ձեր երկրորդ մայրն է եղել այստեղ, խնամել է ձեզ, կերակրել է ձեզ, օգնել է ձեզ։ Եկեք բոլորս միասին։ Սիրելի ընկեր Նառա, ես բարձր եմ գնահատում ձեր մարդ տեսակը, ձեր աշխատասիրությունը, նվիրվածությունը, հոգատարությունը, ինչու՞ չէ նաև մեծ պատրաստակամությունը, այնպես որ ողջունում եմ նաև ձեզ։ Բարի երդ սիրելի բալիկներ, ծնողներ ջան, ձեզ էլ քաջ առողջություն, որ մեր բալիկներին հասցնեք իրենց նվիրական երազանքներին։ Տնօրեն Գոհար Նալբանդյանը մեր հետ զրույցում նշեց, որ սա դեռ սկիզբն է, միայն այն ահռելի աշխատանքի ու նպատակների, որ ինքը պատրաստվում է իրագործել այս կրթօջախում։ Դրանց մասին բարձրաձայնել ու խոսել դեռ չի ցանկանում։ Ժամանակն ու գործը ամեն բան կասեն խոսքերի փոխարեն։
Միայն հավելեց, որ ամեն ինչ արվում է եւ արվելու է երեխաների մանկության հեքիաթը առավել լուսավոր ու գունեղ դարձնելու համար։ Վիկտորիա Կարապետյան, Yolchan Production։ Հայքի դավթի ուժն է կարել Ուժը հսոր մեր հայկական տարեք բարձունք օլիմպիական ու պահեք վեր Ուժը հսոր մեր հայկական տարեք բարձունք օլիմպիական ու պահեք վեր Հայ մարզիկներ եղեք անպարտ Թողորներ կհնչի հպարտ Եվ մեր Տրամաբանական մասնակցության բարձրադպրոցում տեղի կունենա միջխմբային բաց առաջնություն, որտեղ մասնակցում են մեր մարզադպրոցի կրտսեր տարիքային երեխաները։ Ասեմ, որ երեխաների մեծամասնությունը առաջի անգամ է մասնակցում նման մրցաշարի, որի հետևանքով ցանկություն կա լող մարզաձևը ավելի ընդլայնել, ավելի մասսայականացնել մեր մարզում, մեր քաղաքում։ Մեր մարզադպրոցի անունից ողջունում եմ բոլորիդ և մեր մարզիկներին ցանկանում եմ հաղթանակներ։
Ողջույն տնօրենություն, սիրելի ուսուցիչներ, ծնողներ։ Ողջույն թակագին ընկերներ եւ իհարկե օրվա մեր ամենասպասված հերոսներ, սիրելի շրջանավարտներ, սիրելի ինտերորցիներ։ Այսօր արտասովոր եւ խուզիչ օր է մեր կրթօջախում։ Վանաձորի Խաչատուր Ապոկյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում։ Օդու թևածում է, թեթև տխրություն, բայց եւ մեծ հպարտություն։ Այսօր մեկնարկում է դպրոցական տարիների ևս մեկ հիշարժանոր, որն ազդարարում է կյանքի մի գեղեցիկ փուլի ավարտ եւ նորի սկիզբ։ Այսօր մեր դպրոցի շրջանավարտները ամփոփում են իրենց հիմնական կրթության ոսկե տարիները։ Վերջին զանգին նվիրված հանդիսավոր միջոցառումը հայտարարում ենք բացված։ Հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Սիրելի հանդիսատես, գիտենք, որ միայն սպասումով և սրտի թրթիրով սպասում եք մեր շրջանավարտների ելույթին, ուստի չարաշահելով ձեր համբերությունը, այժմ Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան արդեն հարազատ դարձած այս մշակույթի տարբերմահարթակը տրամադրում են 9-րդ դասարանի սովորողներին։ Այսօր 2026 թվականի մայիսի 22-ն է։ Գուցե այս ամսաթիվը սովորողներին ոչինչ չասի, սակայն այն մեր շրջանավարտներից կյանքում կգրվի ոսկե տառերով։ Բարև ձեզ, մեր սիրելի տնօրեն ընկեր Դալաքյան։ Տնօրենի տեղակալ ընկեր Գրիգորյան։ Պետական աջակցությունների և դասերակցական աշխատանքների համակարգող ընկեր Ավետիսյան։ Հարգելի ուսուցիչներ, մեր շատ սիրելի դասեկներ, ընկեր Առաքելյան և ընկեր Մելիքյան, ով հիմա գտնվում է ԱՄՆ-ում, ձեզ ենք տվում մեր ջերմ ողջույնները։ Ողջունում ենք նաև մեր շատ սիրելի ծնողներին և հյուրերին։ Բարև ձեզ, արդեն հարազատ դարձած Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն։ Սամվել, նկատեցի՞ր,
չնայած այն, որ մեր աղջիկները միշտ գեղեցիկ են, այսօր մի տեսակ յուրահատուկ են։ Այո, Ալեքս, ճիշտ ես, տեսնես ինչն է պատճառը։ Տղաներ, հավանաբար օրվա հետ է կապված։ Բայց կարծես տխուրեք, ճիշտ նկատեցիք։ Իհարկե, չէ որ այսօր մեր դպրոցում աշակերտ լինելու վերջին օրն է։ Հասկանում եք, մենք էլ կարող ենք մեր դասերից ուշանալը։ Դասերին շատախոսելը։ Ուսուցիչների խորհուրդները։ Վերքեն ցուխելան դպրոցական օրերը։ Ընկերներ, հետաքրքիր է, ինչպես կներկայանա մեր դասարանն այսօր։ Բացի սահուն պտույտներով, որը շնորհիվ մեր կյանքը կպատվի նոր գույներով։ Այժմ եկեք դեմ հրավիրենք Վանաձորի Խաչատրոն Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի սովորողներին։ Մարիա Պետրոսյան, Էդգար Բանյան։ Վահրամ Բեբանյան։ Վիկտորիա Պոստոլոյան, Նվեր Արաքելյան։ Աննա Խաչատրյան, Էդգար Օհանյան։ Մարիամ Շահանզադյան, Մարտուն Հապերդյան։ Աննա Մուկասյան, Ալեն Քոչինյան։ Արայիկ Սերգոյան, Նարեկ Մարկարյան։ Վահե Խուդինյան, Մարիա Այվազյան։ Ալեքսանդր Աթայան, Նոնա Ստեփանյան։ Եվ ես Սամվել Պետրոսյանս, շատ սիրելի դասներ ընկեր Արաքելյան։
անդելու այս հրաշք սովորողների մեր երեխաների կողքին։ Հարգարժան մանկավարժներ, սիրելի ծնողներ և իհարկե մեր շրջանավարտներ, ինչպես դուք ասացիք, մայիսի 22-2026 թվական ևս մեկ էջ դարձավ դպրոցի պատմության էջերից մեկը։ ԵՒս մեկ անգամ պետք է ողանջենք զանգերը և ազդարարենք մեր փառահեղ ավարտը և մի կարևոր նորի սկիզբը։ Այսօր Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում հերթական սերունդն է ավարտում իր հիմնական կրթությունը։ Այսօր հերթական անգամ յուրաքանչյուր տարվա նման զանգ է ողանջում։ Ամեն տարի ողանջում է, բայց ամեն անգամ նոր սպասումներով և զգացումներով։ Եվ այս անգամ այն ողանջում է ձեզ համար, մեր սիրելի շրջանավարտներ, մեր 23 սովորողներ։ Այսօր առավոտյան դպրոց մտա և մի տեսակ առանձնահատուկ տխրություն էր դպրոցում։ Եվ հասկացա, որ այդ տխրությունը ոչ թե նրանից է, որ սովորողները դպրոցում չեն, իհարկե դա էլ կապ ունի, բայց հասկացա, որ այսօր հոգու լռության օր է։ Հասկացա, որ այսօր մեր դպրոցի սյուները խորհրդավոր լուռ են։ Այդ լռությունը դուք եք, սիրելի ուսուցիչներ, հարգարժան մանկավարժներ, բայց ասեմ, որքան է լուռ եք, այնքան ավելի խոսուն եք։ Ասել եմ ու կասեմ, դուք անասելի սիրո և ուժի բառերից չեն հերիքում, այն տեսնում եք, համախմբում եք, դուք անասելի հպարտություն եք։ Եվ ամեն տարի թվում է, որ այդ ուժը ձեր մեջ պիտի պակասի, բայց հակառակը։ Էլ ավելի եք տոգորվում այդ ուժով, այդ սիրով, ճառագելով, այդ լույս ու հոգին սփռելով ձեր սովորողներին։ Մեր շատ սիրելի մանկավարժներ, ասել ենք ու կասենք, դուք եք մեր պետության ամենօրյա հերոսները, դուք եք մեր պետություն կերտողները և ձեր ամենամեծ գնահատանքը այս 21 սյուներն են, որոնք պիտի ձեր դաստիարակությամբ ու կրթությամբ կերտեն մեր վաղվա հզոր ու անկախ հայրենիքը։ Ընդունեք կրկին անգամ այս խորին ծափողջունները, այս խոնարհումի ծափողջունները ձեզ, մեր սիրելի մանկավարժներ։ Բայց այսօր ես իհարկե չեմ կարող չառանձնացնել այսօրվա գլխավոր դերում հայտնված 9-րդ դասարանի դասվար Լուսինե Առաքելյանին։ Առանձնահատուկ որքան զայրացել եք, այնքան բարյացել եք։ Ձեր զայրույթը շատ է զազում, որովհետև դրանից հետո բարի ծիծաղն է ճառագելու հաջորդ է։ Որքան գոռացել եք, այնքան ազդվել ու նեղացել եք և նույն ժամանակ սիրել ու գրկել եք։ Մաղթում եմ ձեզ անսահման բարություն, ժպիտ, նորանոր սերունդներ, մեր դպրոցից անպակաս։ Մեր շատ սիրելի ծնողներ, այս առանձնահատուկ օրվա համար մեծ է ձեր վաստակն ու ներդրումը։ Այս առանձնահատուկ օրը շնորհավորում եմ ձեզ, ձեր երեխաների ամենակարևոր ձեռքբերման համար։
Նրանք ավարտում են իսկապես իրենց կյանքի կարևոր փուլը։ Այսօր բայց մենք հավաքվել ենք ոչ թե բողոքելու, ոչ թե զայրանալու, ձեզ զայրացնելու համար, այլ իրենցով հիանալու և հպարտանալու համար։ Սիրելի ծնողներ, մաղթում եմ ձեզ, թող ձեր հպարտությունը և հիացմունքը միշտ այսպիսին լինի, թող խաղաղ երկնքի տակ միշտ խաղաղ զայնդերի ղողանջներ լինեն մեր և ձեր սիրելի երեխաների համար։ Եվ իհարկե, կրկին ու կրկին, մեր սիրելի 9-րդ դասարանցիներ, ասել ենք, կամ քիչ ենք ասել, ավելի շատ զայրացել ենք, բայց գիտեք այսօր մեր խոստովանության օրն է։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Թույլ տվեք միշտ հետայսու հպարտանալ ձեզնով։ Ես ձեզ ուզում եմ մի բան ասել, գիտենք ուր եք գնաք, ուր եք լինեք, մեկ է ձեր սիրտը մնում է այնտեղ, որտեղ անցել է ձեր մանկությունը։ Դա նշանակում է, դուք ձեր սիրտը թողնում եք մեզ մոտ, հետևաբար։ Մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ միշտ հիշելու ենք, ձեզնով միշտ հպարտանալու ենք։ Եվ մեզ մնում է մաղթել, մարդ մնացեք, ուր եք գնաք, ուր եք լինեք, թող ձեր մեջ բարությունը երբեք չպակասի։ Եվ իհարկե, սիրեք ձեր ընտանիքը, սիրեք ձեր ընկերներին և իհարկե մեր անկրկնելի և անփոխարինելի Հայաստանի Հանրապետությունը, բարին ձեզ, բարի երբ, մեր երեխաներ։ Մի փոքրիկ ողջույնի խոսք եմ ուզում հղել նաև մեր դպրոցի ամենակրտսեր բալիկներին, ովքեր քիչ անց զարդարելու են այս գեղեցիկ բեմահարթակը, որի արդյունքում դուք շատ լավ կտեսնեք տարբերությունը, ինչպիսին իրենք փոքրիկ մուտք են գործել ու ինչպիսին հեռանում են։ Եվ այդ առիթով ես շնորհավորում եմ նաև մեր առաջին դասարանի ծնողներին, մեր կրտսերների տառաճանաչ, գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Եվ ամենավերջում դուք դեռ կհասցնեք առաջիններին ծափահարել։ Մենք այսօր ունենք սիրելի 9-րդցիների համար անակնկալ։ Այսօր հատուկ ձեզ համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից իր ողջույնի խոսքն է հղում ցավոք սրտի տեսաուղերձի միջոցով մեր դպրոցի սիրված ուսուցիչ, նաև իրենց դասեք, մինչ ընկեր Արաքելյանը, անգլերենի ուսուցիչ Հեղինե Մելիքյանը։ Հարազատ ուսուցիչներ, իմ թանկագին ու հարգարժան գործընկերներ, իմ շատ սիրելի 9-րդ դասարանի աշակերտներ, հեռավոր Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեզ եմ հղում իմ ամենաջերմ հրավերները։ Այսօր և մեր 9-րդ դասարանը կանոնադ է ավարտական բեմում, ինձ ու ձեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր ու ժամային գոտիներ։ Թեև գտնում եմ ձեզանից հեռու, բայց իմ մտքերն ու արվեստները այս պահին ձեզ հետ են, ուսուցչանոցում, միջանցքներում, դասարաններում և իհարկե այս տոնական դահլիճում։ Ես որպես 9-րդ դասարանի նախկին դասեր ուզում եմ իմ խորհուրդ և երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, սիրելի ուսուցիչներ։ Այս տարիների ընթացքում դուք կրտել, դաստիարակել ու սիրել եք նրանց։ Շնորհակալ եմ ձեր անսահման համբերության, ջերմության ու անկում գիշերների համար։ Խոնարհվում եմ ձեր վեր աշխատանքի առաջ։ Հպարտ ու անչափ ուրախ եմ, որ բախտ եմ ունեցել աշխատելու ձեզ պես նվիրյալների հետ։ Մաղթում եմ ձեզ տոկունություն, առողջություն ու նորավոր հաջողություններ ձեր աշխատանքում։ Իսկ ձեզ, իմ շատ սիրելի աշակերտներ, ուզում եմ ասել, որ ես այս պահին, այսօր այդտեղ եմ, ձեզ հետ, ձեր կողքին, այդ տոնական դահլիճում։ Մի պահ փակում եմ աչքերս ու տեսնում ձեզ գեղեցիկ ու հասունացած։ Հիշում եմ մեր միասին անցկացրած ամեն մի օրը, ձեր ասած ամեն մի խոսքը, աղմուկը, ժպիտները։ Անչափ ցավում եմ, որ այս պահին չեմ կարող անձամբ գրկել յուրաքանչյուրի։ Իմ փոխարեն դա կանի Լուսինե Սերանյանը։ 9 տարվա դպրոցական ճանապարհը հաղթահարված է։ Թող ձեր ճանապարհը միշտ լուսավոր լինի,
բարի և կանանց ճանապարհից իմ շատ սիրելի միոդասանություններ։ Անչափ սիրում ու կարողանում եմ ձեզ։ Շնորհավոր տոնը իմ շատ սիրելի կոլեկտիվ, իմ շատ սիրելի դպրոց։ Գարուն է, այս գարունը կեսաշուն ճիշրդ է, հող տակնուվրա արեց հոգիս, սիրտս հնդած, քացր մի ձանից փոթորպեց հոգիս, և ես կոչեցի, սիրում եմ գարունը, մարդկանց, գուցե բոլորն էլ այնպիսի կարոտով ու երազանքով, անանուն տակնապով են սպասում գարնանը։ Իսկ այս գարունը մերտիկ է այնպես, չգիտեմ ինչու, գուցե պատճառը տարիքն է մեր։ Կանգ ժամանակ, սա իմ հարազատ դպրոցում սովորելու վերջին գարունն է, գուցե ամենաանհոգը, ամենապայծառը, գարուն է, պայծառ է, երջանկության երազքով ժպիտներ, բաժանման արցունքներ ու վերջին զանգ։ Տարիներ գլորվեցի, պատանին մեզ դարձրեցի, ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դեպոց երջանկություն, հարացած ու իմ ընկանդի, ուրանով իմ երջանի, դեպրացի կրտան, օրար, հարիներ, անցան, գլոր, ժամանակ, մի պար, արել ես, կանգուտացել ես, վերջին զան, դեպրացի ճեպան, օրոր, հարիներ, անցան, գլոր, ժամանակ, մի պար, արել ես, կանգուտացել ես, վերջին զան, ես կողի, ակում ենք ենք կրվել, վրխել քո, մենք ենք ասից պատել, ոչ ավել ու ոչ պատգան, ձեզ եղել ենք բան ու հաց, ես ասել, բացել ու նախացել, ես սիրել, կանել ու շացել, իմ դպրոց մատեր ժամանակ, հեղանում եմ ես անհաջ, դպրոցի ժամանակ, Ուր էլ որ գնանք, որտեղ էլ լինենք, այս է մեր տունը, մեր քաղաքնունը, սրտից մեր թաքուն անկյուն եմ ստեղծել, գույներով լեցուն, վայն ապարել, խաղաղմակություն, պատանեկություն։ Շնորհակալ եմ ձեզ մեր գունեղ գույներ, որ կաք մեր սրտում։ Ինչ է որ լինի, ուր եմ տանի մեզ կյանքը հեղեղու, յուրաքանչյուր գույն իր տեղը ունի, իմ փոքրիկ սրտի ամենանկյունում։ Ուզում ենք փնջել հուշերը բոլոր, ու այնպես պահել, որ չթարամի։ Ուզում ենք մեր սրտի զարկերը հզոր, այսօր բոլորի լսելի լինի։
այլև այնպիսի կարևոր արժեքներ, ինչպիսիք են հոգատարությունը, մարդասիրությունը և իհարկե ընկերասիրությունը։ Եվ հենց այս կարևորի մասին է մեր հաջորդ ելույթը, որպես ընկերասիրության բառ օրինակ դպրոցի 4-րդ դասարանցիները և 7-րդ դասարանի սովորող Արթուր Մինասյանը հանդես կգան ելույթով, ողջունելով իրենց ընկերների, 9-րդ դասարանցիների։ Եվ տարերը, և թվերը, և անգամոտար լեզուները, դպրոցում ենք, սովորում ենք, անկասկած երազանք, բայց և ինչ է արքերը, բացատրել անձորի կրքերը, արմությամբ է ստացվում է, մեզ հտում է դանգրված, թեանքած մի օր դրդեց նոր, ձերքուր իմ հարազատ, իշոքնեմ ես ես հաստատ, ամենալավ այգերը նա է, ով ներս գիտի, ով ես ես կիսում է, մեզ ունած կասատի, ամենալավի այգերը նա է, ով ես գիտի, ով ես պայնում է, մեզ հավի կասատի, Դե խուր ես ու լուր ես, դու իչին որ ինձ համար քույր ես, ու որ ես միշտ կողքիդ եմ, ես սիրող հարազատ, ես գիտեմ որ խաղերը ու բոլոր ուրախ կատակները, գունավոր են, լուսավոր են, և ուպես ընկերներ, և անգամ եթե վիճում ենք, մի պահին ենք մոլանում, և իրանք են շրվում, ամենալավ ընկերը նա է, ով ներս գիտի, ով ես եմ կիսում է, ինձ ունած քո սրտի, լավարի ընկերը նա է, ով ես գիտի, ով ես պահում է, մեզ աղիտ քո սրտի, ամենալավ ընկերը նա է, ով ես գիտի, ով ես կիսում է, ինձ ունած քո սրտի, լավարի ընկերը նա է, ով ես գիտի, ով ես պահում է, մեզ աղիտ քո սրտի, լավարի ընկերը նա է, ով ես գիտի, ով ես պահում է, մեզ աղիտ քո սրտի։ Սա տարիներ առաջ այս նույն նստարաններին նստած մի երեխայի երազանք է։ Նա նկարել էր իր ապագայի դպրոցը, գուցե չպատկերացնելով, որ մի օր իր նկարած գույները կդառնան մեր իրական պատերը։ Այդ նկարը տարիներ շարունակ լուրջ սպասել է Բահարանի մութ անկյունում, կարծես հսկելով մեր դպրոցի ճակատագիրը, մինչև որ եկավ ժամանակը և այդ երազանքը դուրս եկավ լույս աշխարհ և մարմին առավ։ Այսօր մենք քայլում ենք հենց այն միջավայրերով, որոնք այս թվի վրա են։ Մենք սովորում ենք այն լույսի ներքո, որը տեսնում էր այդ երեխան։ Այսօր, երբ մենք կանգնած ենք այս ժամանակակից վերանորոգված և շունչ առած պատերի ներսում, մենք հասկանում ենք մի կարևոր ճշմարտություն։ Այն ամեն ինչ դար եք նկարում, դարձել է մեր իրականությունը, մեր երազանքը։ Հնչեց վերջին զանգը, հուզմունքը
վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից։ Իմ ուրախ տարիներ ու անհոգ օրեր, միշտ կզգամ ես ձեր կարիքը, կյանքիս ուսուցիչներ ու դասընկերներ, դուք եղաք իմ ընտանիքը։ Ժամանակը ինչպես անցավ, այդպես էլ մենք չիմացանք, հիշելով զանգը առաջին, մոտեցավ օրը վերջին, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում